Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Տիկին Իսկանդարյան, ինչպես է ձեռք բերվել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև շրջանակային համաձայնագիրը։ Շնորհակալություն հարցի համար։ Պետք է արձանագրենք, որ վերջնական համաձայնագիրը դեռ կնքվելու է ամսի 19-ին, գիտենք, այս պահի դրությամբ դա բանակցությունների փուլում եկած համաձայնություն է եւ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները։ Պետք է նշեմ, մի հետաքրքիր արտահայտություն կար Միացյալ Նահանգների զինվորական ռազմական ներկայացուցիչներից մեկն էր ասել, մի բան է սկսել պատերազմը, մի բան է դրանից դուրս գալ։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, որը մեծ հաշվով իմ պատկերացմամբ լավ չհաշվարկելով իրավիճակը մտավ այսպիսի պատերազմի մեջ, իր համար խիստ անհրաժեշտ էր այնպիսի հանգուցալուծում տալ, որը չվնասի Միացյալ Նահանգների հեղինակությանը։ Եվ մենք տեսանք, որ սրա հետ կապված բազմաթիվ քննարկումներ տեղի ունեցան, բանակցային գործընթացներ տեղի ունեցան, եւ ի վերջո հայտարարվեց, որ այո, շատ մոտ են համաձայնության կնքմանը, որը լինելու է ուրեմն հունիսի 19-ին։ Բայց պետք է այստեղ արձանագրենք, որ երկու կողմերի հայտարարությունները, երբ որ մենք տեսնում ենք, դրանք բավական իրարամերժ են։ Այսինքն յուրաքանչյուր երկիր այսպես տարփողում է իր հաղթանակի մասին, որ կարողացել են բանակցությունների սեղանի շուրջ գալ բավական լավ արդյունքների, բայց այդպես չի կարող լինել, որ երկու կողմն էլ հաղթող լինեն։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ նաև գնում է որոշակի մանիպուլյացիաներ, եւ մենք սրա մասին ամբողջական կարծիք կարող ենք ունենալ, երբ որ վերջնական կլինի կնքված պայմանագիրը եւ մենք դրա բոլոր դրույթները կկարդանք եւ կծանոթանանք դրանց։ Եթե երկու կողմն էլ հայտարարում են, որ իրենք են հաղթել, ապա պարտվողն ով է այս դեպքում։ Հենց այդ է, որ ոչ մեկ փաստացի չի պարտվում, եւ պետք է նշեմ, որ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունում հստակ հայտարարվում էր, որ բանակցությունների մեջ առանցքային կետ է, որ պատերազմը պետք է դադարեցվի բոլոր ուղղություններով, այսինքն ոչ միայն Իրանի նկատմամբ, այլ նաև Լիբանանի, բայց մենք այսօր տեսանք, որ Դոնալդ Թրամփն ասաց, որ այո, մենք ամեն ինչ կփորձենք անել, բայց այնտեղ խնդիրները մի փոքր այլ է։ Ինչու նման բան հայտարարեց, որովհետև 2 օր առաջ փաստացի Իսրայելի ուրեմն վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ նրանց զինվորականները նշեցին, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված պայմանագրերը որևէ կերպ չեն կարող պարտադիր լինել Իսրայելի համար եւ իրենք դուրս չեն գալու Լիբանանից եւ այն տարածքներից, որտեղ գտնվելը բխում է Իսրայելի ազգային անվտանգության շահերից։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը, որոնք դաշնակցային հարաբերությունների մեջ են եւ միասին էին պատերազմական գործողությունները սկսել, մենք այստեղ խզում ենք տեսնում եւ տեսնում ենք, որ արդեն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի շահերը այս կետում չեն համընկնում, որովհետև Միացյալ Նահանգները գտնում է, որ այո, պետք է դադարեցնեն բոլոր ուղղությունները, սակայն որի հետ Իսրայելն է անհամաձայն։ Եվ այստեղ մի դիտարկում էլ կցանկանայի նշել, որ այն արձագանքը, որ տեղի ունեցավ, որ եկել են որոշակի համաձայնության եւ կարող է ամսի 19-ին կնքել համաձայնագիրը, բավական մեծ աժոտաժ առաջացրեց եվրոպական երկրների կողմից եւ մեկը մյուսի հետևից հերթ չտալով շնորհավորում են եւ քաջարելում են, որ ճիշտ ճանապարհին է գտնվում եւ նաեւ այո եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ մատնացույց արեցին, որ այո Լիբանանում եւս պետք է դադարեցվի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Իսրայելի վրա բավական լուրջ ճնշումներ է լինելու, որպեսզի նրանք դադարեցնեն ռազմական գործողությունները, բայց առնվազն 3 Բենյամին Նեթանյահուի ելույթից բացարձակապես դրա մասին խոսք չկար եւ նրանք նշում էին անգամ, որ այն ժամանակ, երբ որ Իսրայելը գնացել է զիջումների, հետագայում ավելի մեծ գին է վճարել եւ իրենք պատրաստ չեն դրան, քանի իրենք հասել են որոշակի իրենց պատկերացման հաջողությունների, դրանք պետք է պահեն իրենց ձեռքում։ Բայց Իսրայելը առանց Միացյալ Նահանգների իր գործողությունները կարող է շարունակել։ Նայած ինչ չափերով կարող է շարունակել, իհարկե Իսրայելը ունի որոշակի պոտենցիալ եւ նա կկարողանա իրականացնել, բայց նաեւ մենք տեսանք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ այս ընթացքում ցույց տվեց, որ ինքն էլ ունակ է բավական լուրջ խնդիրներ հարուցել ոչ միայն Իսրայելի համար, այլ նաեւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցների եւ այն ռազմական բազաներին, որոնք գտնվում են մերձավոր արևելքում։ Մի հարց է Իսրայելը Միացյալ Նահանգների աջակցությամբ կոնկրետ ռազմական ուժի մասին է խոսքը, մեկ այլ հարց է, որ Իսրայելը կարող է ռազմական գործողություններ անել եւ ստանալ պարզապես աջակցություն ոչ թե ռազմական, այլ օրինակ երբ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հրթիռներով կրկին հրթիռակոծի Իսրայելը մերձավոր արևելքում ամերիկյան
իրական բազաներից կօգնեն եւ այդ հրթիռները կորսան։ Այսինքն դա էլ է օգնության ձև, այսինքն ոչ թե անմիջական օգնություն կլինի, սակայն երկրորդային օգնություն կարծում եմ այնուամենայնիվ լինելու է։ Իհարկե Իսրայելն էլ է այս ամեն ինչը հաշվարկներ անում եւ փորձում է հասկանալ ինչպես ինքը դուրս գա, որպեսզի ինքն շահող լինի։ Այստեղ իսկապես մենք կարող ենք ականատես լինել ամսի 19-ից հետո թե ինչ զարգացումներ տեղի կունենան, սակայն այս պահի դրությամբ կողմերի հայտարարությունները, երբ որ մենք տեսնում ենք, հասկանալի է դառնում, որ վերջնական արդյունք մի փոքր դժվար է գրանցել, քանի որ Իրանը ասում է, մինչև ամբողջական չդադարեցվի պատերազմը, մենք համաձայնության չենք գալու։ Իսկ փաստացի Իսրայելն էլ պնդում է, որ իրենք շարունակելու են ռազմական գործողություն, այսինքն այստեղ պետք է տեսնենք Միացյալ Նահանգները կկարողանա այնպիսի ճնշում գործադրել Իսրայելի վրա, որպեսզի Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Լիբանանում։ Իսկ Իսրայելում համաձայնագիրը, որ առաջկային պիտի ստորագրվի, դրա վերաբերյալ ինչպիսի դիրքորոշում ունեն, բացի Լիբանանի կտորը, իրենք համաձայնագրի մասով կոնկրետ ինչպիսի տրամադրություն։ Իրական բավական մեծ լարում առաջացրեց Իսրայելում եւ այս լարումը մի քանի ամիս է նկատվում է, որովհետեւ նույն ընդդիմությունը Իսրայելում բազմիցս նշել է, որ ռազմական գործողությունները միասին են արել, սակայն բանակցությունների ժամանակ հաշվի չի առնվել Իսրայելի շահերը եւ այժմ Իսրայելի շահերը կարող են հայտնվել զոհասեղանին եւ Միացյալ Նահանգները փորձում է տարածաշրջանում կայունություն հաստատել Իսրայելի շահերի հաշվին։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Իսրայելում եւս բավական լարված մթնոլորտ է կառավարության եւ ընդդիմության միջեւ։ Հիշեցնեմ նաեւ, որ Իսրայելում եւս սպասվում են ընտրություններ եւ այս ամենը կարող է Նեթանյահուի համար որոշակի խնդիրներ առաջացնել։ Տիկին Իսկանդարյան, Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ հնարավոր է ստանալ համաձայնագիրը առանց Իսրայելի համաձայնության կամ մասնակցության, կամ առանց Իսրայելի շահերը հաշվի առնելու։ Միացյալ Նահանգները միշտ էլ հաշվի է առել Իսրայելի շահերը, սա մեկ։ Երկրորդը մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում կա իսրայելական մեծ լոբի եւ բացի այդ կառավարությունում են բավական շատ հրեաներ, որոնք ունեն ռեալ ազդեցություն։ Այսինքն Միացյալ Նահանգների կառավարության համար բավական դժվար է լինելու առանց Իսրայելի շահերը հաշվի առնելու որոշակի գործողություններ իրականացնել։ Բայց ինչու է Միացյալ Նահանգներին այս ամենը անհրաժեշտ։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգները շուտով Միացյալ Նահանգներում տեղի ունենալու միջանկյալ ընտրություններ եւ Դոնալդ Թրամփին շատ անհրաժեշտ է այստեղ հաղթանակը ունենալ, այսինքն որպեսզի հանրապետականները հաղթեն ընտրությունների ժամանակ եւ դրա համար է որ նա այս մենք տեսնում ենք իր խոսույթի մեջ որ կրկին աննախադեպ համաձայնության ենք եկել, մենք ի վերջո կարողացանք դա անել, թող բոլոր շարժիչները նավերի կարող են արդեն միացնել եւ գնալ, այսինքն մենք տեսնում ենք որ այս հռետորաբանությունը Իրանի որ այդպիսի Իրանը շատ ավելի զուսպ հարցերում վերաբերվում, որովհետև բազմիցս նշել են, որ իրենք չեն վստահում Միացյալ Նահանգների խոսքերին, այլ պարզապես կսպասեն գործերին։ Տեսնեն ինչպիսի զարգացումներ կլինի, որովհետև այս ամենը հասկանալի է, որ Միացյալ Նահանգներին այս պահին պետք է ինքը կարողանա հանգիստ դուրս գա պատերազմից, որպեսզի իր ներքաղաքական խնդիրները լուծել։ Եվ այստեղ շատ հետաքրքիր մի բան պետք է արձանագրեմ ես, որ ուրեմն փաստացի շրջանակային համաձայնագրի շրջանակներում 60 օր հետո նոր իրենք պետք է, այսինքն պատերազմը անմիջապես դադարեցնում են 60 օր հետո նոր սկսում են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի հետ կապված եւ այստեղ կրկին բազմաթիվ հարցեր կա Միացյալ Նահանգները կրկին մնում է իր խոսույթի մեջ եւ իր պարտադիր կետի վրա որ Իրանը չպետք է հարստացնի ուրան չպետք է ունենա միջուկային զենք Իրանի Իսլամական Հանրապետությունը հստակ հայտարարում է որ մենք երբեք չենք էլ ձգտել ունենալ միջուկային զենք բայց մեր իրավունքների մեջ է հարստացնել ուրանը խաղաղատոմ ծրագրի շրջանակներում այսինքն երբ որ մենք տեսնում ենք բանակցությունների սեղանի շուրջ նոր բան չկա սրանք բոլոր այն կետերն են որոնք ժամանակին 2015 թվականին Օբամայի ժամանակ կնքվել էր եւ Իրանը համաձայնվել էր որ իր ուրանի մշտադիտարկման ուրանի հարստացման մշտադիտարկման շրջանակներում ինքը իրավունք ունի 3.6% հարստացնել ուրանը այսինքն սա էր այն հնարավորը որ կնքել են 2015 թվականին սակայն Դոնալդ Թրամփը ցավոք սրտի դա պատռեց եւ ասաց որ ինքը ավելի լավ համաձայնագիր կունենա հետագայում հիշում ենք որ Միացյալ Նահանգները հայտարարում էին որ Իրանի հրթիռաշինությունը եւս պետք է բանակցությունների սեղանի շուրջ լինի իսկ հիմա Իրանը հստակ հայտարարում է որ նման բան գոյություն չունի այս պահի դրությամբ միայն խոսքը գնում է առաջին հերթին ռազմական գործողությունների դադարեցման մասին այնուհետև Հորմուզի նեղուցի ապաշրջափակման իդեպ նշեմ որ մինչ այդ Հորմուզը շրջափակված չէր այսինքն հիմա ստեղծվել է խնդիր եւ այս խնդիրը հաղթահարելը Միացյալ Նահանգները ցույց է տալիս մեծ ձեռքբերում
Մինչդեռ մոտ 10 տարի առաջ նման խնդիր չկար, այսինքն խնդիրը ստեղծվել է եւ խնդրի լուծումը ներկայացվում է որպես ձեռքբերում, նավթի գները իջան, մենք տեսանք, այսինքն հստակ է, որ ամսի 19-ին կնքվող պայմանագրից հետո, երբ որ մենք կետերը ամբողջությամբ կուսումնասիրենք եւ կհասկանանք ով ինչ է խոստացել եւ ինչ է անելու, եւ դրանից հետո հետևենք, տեսնենք արդյոք հավատարիմ են մնում իրենց խոսքերին, նոր կարող ենք խոսել ընդհանրապես Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման մասին։ Բայց կողմերի համար շատ կարևոր է նախապես որևէ համաձայնագիր կնքել, 60 օր սպասել, այնուհետև անցնել խաղաղության պայմանագրին կամ համաձայնագրին, թե այս ժամանակահատվածը մեկ այլ բանի համար է հարկավոր։ Իրականում իմ պատկերացմամբ սա Իրանի Իսլամական Հանրապետության առաջ քաշած խնդիրն է, այսինքն դադարեցնենք պատերազմը, նոր նստենք բանակցությունների սեղանի շուրջ։ Այսինքն մենք չենք կարող համ բանակցել, համ պատերազմել, այսինքն հնարավոր չէր, իհարկե փորձ արվեց նմանատիպ, մենք տեսանք, որ մի քանի անգամ բանակցությունները կարծես թե իրականացվում էր Օմանի միջնորդությամբ, բայց հաջորդ իսկ օրը նորից ռազմական գործողություններ էր գնում եւ Իրանը կրկին դադարեցնում էր բանակցություններ, այսինքն մենք տեսնում ենք, որ դա անարդյունավետ է եւ Իրանի պահանջն է եղել եւ նաեւ այս պահանջը ըստ էության գտել է իր արձագանքները եվրոպական շատ երկրներում, Չինաստանում եւ մի շարք այլ երկրներում, որ այո, պետք է անհապաղ դադարեցնել պատերազմը, որովհետեւ դրա պատճառով տուժում են նաեւ այլ երկրները, քանի որ Հորմուզի նեղուցը փակ է, նավերը չեն կարողանում, տանկերները չեն կարողանում դուրս գալ, նավթի գինը բարձրանում է, որից տուժում են մոտավորապես 130 երկրներ։ Սա է հիմնական պատճառը, որ Միացյալ Նահանգները համաձայնվել է գնալ այս քայլին, այսինքն դադարեցնել ռազմական գործողությունները 60 օր անց նոր կհասնեն այն կետին, որտեղից կարող են բանակցել։ Բայց միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ 60 օր անց, եթե մենք տեսնենք, որ Իրանը ամեն դեպքում չի գնում որոշակի քայլերի, մենք կարող ենք վերադառնալ նորից այն կետին, որտեղից որ մենք սկսել ենք։ Իսկ այս շրջանակային համաձայնագրի որևէ դրույթ կետ հայտնի է։ Հիմնական կետը սա է առաջին հերթին, որ ռազմական գործողությունները դադարեցվում են։ Բայց դա մեկ կետանոց համաձայնագիր չէ, այնպես չէ։ Այո, Իրանի Իսլամական Հանրապետությունը 14 կետ է հայտարարել, որ պետք է լինեն, այո, հայտարարել է, որ այս 14 կետերի շրջանակում են հիմնականում բանակցել, բայց մենք տեսնում ենք մերթ Միացյալ Նահանգներն է հերքում այդ կետերը, մերթ Միացյալ Նահանգներն է կետեր դնում, Իրանն է հերքում, դրա համար ամենաճիշտ տարբերակն է, որպեսզի երբ որ նրանք ստորագրեն եւ դա արդեն դառնա հանրության համար հասանելի, մենք այն ժամանակ կարող ենք լիարժեք պատկերացում կազմել։ Լավ, Հորմուզի նեղուցի ճակատագիրը ինչ է լինելու, վերահսկողությունն ում կողմն է մնալու։ Հորմուզի նեղուցի նկատմամբ միշտ էլ վերահսկողությունը ուրեմն եղել է տարածաշրջանի երկրներին եւ հիմա Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության այն պնդումները, որ պետք է վճար սահմանեն, դա բանակցությունների սեղանում չի լինելու, որոշել են, որ պետք է լինի այնպես, ինչպես որ նախկինում է եղել։ Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից էլ մենք տեսնում ենք, որ նշվում է, որ այս պատերազմի ժամանակ Իրանը կրել է բավական մեծ կորուստներ նյութատեխնիկական եւ ինքը պետք է իր երկիրը վերականգնի եւ դրա համար արտաքին ուրեմն ֆինանսներ են պետք, որից մեկը օրինակ կարող է լինել Հորմուզի նեղուցի անցնելու վճարման համակարգը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը խոսում էր նաեւ Միացյալ Նահանգներից որոշակի ֆինանսական իր ֆինանսների ապասառեցման մասին, բայց մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգների ղեկավարությունը նշում է, որ դա հնարավոր է, երբ որ վերջնական համաձայնության կան եւ Իրանի ուրանի հարստացման խնդիրների մասին ունենան լուրջ համաձայնություն։ Այսինքն մենք տեսնում ենք այստեղ տարակարծություններ եւ իրականում գետնի վրա այս պահի դրությամբ դեռ ավելի շատ ոգևորություն է, քան իրականություն։ Իսկ Իրանը պահպանելու է լծակը համաշխարհային նավթի շուկայի վրա։ Իրանը բնականաբար պահպանելու է իր բոլոր լծակները, ինչ որ հնարավոր է, որովհետև եթե Իրանը որևէ բան չի զիջում, այս դեպքում Միացյալ Նահանգների կողմից են սա զիջումները։ Իրականում նայեք, Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պատերազմի ժամանակ այնպիսի կորուստներ է կրել, որ կարծում եմ իր տնտեսությունը բավական նահանջել է, նաև ռազմական պոտենցիալի լուրջ կորուստ են ունեցել։ Եվ այստեղ բանակցությունների սեղանի շուրջ դրված է մի հանգամանք, որ պետք է առաջինը պատերազմի դադարեցում իրականացվի, արձանագրվի, նոր սրանից հետո կտեսնեն ինչպես կընթանա բանակցությունները։ Նորից եմ կրկնում, Միացյալ Նահանգներում ներքին նաև մեծ լարում կա, որը թույլ չի տալիս Դոնալդ Թրամփին շարունակել ռազմական գործողություններ։ Իսկ Իրանը հստակ հայտարարում է, որ մենք պաշտպանվում ենք, մենք չենք հարձակվում, այսինքն ինչ կարող ենք մենք անել։
Իսկ ներսում ինչպես են դա անցալի։ Ներսում ասեմ, որ բավական հետաքրքիր է դա շիայականության մտածողությունն է եւ մի շարք հայտարարություններում նշել են, որ մենք ստորացման չենք գնալու, մենք մեր երկիրն ենք պաշտպանում եւ որքան խաղաղության պայմանագիրն է հնարավոր։ Դա խաղաղություն չէ, այսինքն պարտադրված իրավիճակ է, այսինքն Իրանը իրավունք ունի հարստացնել ուրան եւ նրանից փորձում են խլել իր իրավունքը։ Իրանը չի գնալու նման զիջումների, այսինքն կարող է որոշակի զիջել կրկին, ինչպես 2015 թվականին էր հարստացնել ցածր ուրեմն քանակի ուրան AMG-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողության ներքո, բայց ինքը պահանջում է իր իրավունքի իրացումը։ Իսկ խաղաղության հնարավոր պայմանագրում նաև այդ միջազգային ատոմային էներգիայի գործակալության գործառույթների մասին է որևէ դրույթ կամ պահանջ լինելու։ Այո, պետք է լինի, որովհետև նրանք միշտ են ունեցել։ Հիմա էլ ունեն։ Նայեք, մինչև պատերազմը, մինչև Դոնալդ Թրամփի ուրեմն պատռելը 2017 թվականին, այո, մինչև առաջին ժամկետը ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միշտ էլ մշտադիտարկել է եւ միշտ էլ ներկայացրել է փաստեր եւ անգամ երբ որ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մենք միակողմանի դուրս են գալի, մեր ունկնդիրները կարող են նայել նախկին նյութերը, տեսնեն, որ նույն AMG-ն հայտարարում էր, որ դա նախ միակողմանի պայմանագիր չի, դա բազմակողմ պայմանագիր է եւ Միացյալ Նահանգները չի կարող միակողմանի դուրս գալ եւ չկա որևէ փաստ, որ Իրանը ձգտում է միջուկային զենքի ստեղծման։ Այո, եղել են պատմության ընթացքում դրվագներ, երբ որ կասկածներ է եղել, բայց երբևէ այդ կասկածները չեն ամրագրվել որոշակի փաստերով եւ դրա պատճառով սկսել ռազմական գործողություն, դա անընդունելի էր եւ եթե կհիշեք անգամ Միացյալ Նահանգներում չկար վերջնական որոշում եւ Թրամփը ըստ էության, չասենք միանձնյա, բայց շատ քիչ համախոհներ ուներ ռազմական գործողություններ սկսելուց առաջ Իրանի նկատմամբ։ Տիկին Իսկանդարյան, նույնիսկ եթե գործակալությունը վերահսկողություն հիմա ունի, այդուամենայնիվ Իրանը իսկապես չի ցանկանում միջուկային զենք ունենալ։ Եվ միայն ուրանի հարստացման մասին է մտածում։ Կարծում եմ դա անգամ Միացյալ Նահանգներում գործող կենտրոնական հետախուզական վարչությունը չգիտի Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ է ձգտում, բայց այն, որ Իրանը կնքել է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը 1968 թվականին եւ վավերացրել է 1970 թվականին, որի համաձայն դրա 4-րդ կետով Իրանը իրավունք ունի հարստացնել ուրան AMG-ի վերահսկողության ներքո, այսինքն եթե AMG-ն կարողանա հստակ գտնել այդ փաստերը, բնականաբար կունենան արժանահատված ուրեմն փաստարկումներ, որ Իրանը այո ձգտում է միջուկային զենքի ստեղծմանը, բայց 2015 թվականին, երբ որ կնքեցին այս պայմանագիրը, համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, հստակ հայտարարվել էր, որ Իրանը չի ձգտել ռազմական միջուկային ուրեմն զենք ստեղծելուն, այլ պարզապես խաղաղատոմ ծրագրի շրջանակներում նա հարստացնելու է 3.5% օրինակ ուրան իր խաղաղատոմ ծրագրի շրջանակներում։ Դրանից հետո, երբ որ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ, Իրանը իրեն եւս վերապահեց իրավունք դուրս գալ այդ ծրագրից եւ սկսեց հարստացման փուլը ել ավելի ուժգին տեմպով։ Եթե այն ժամանակ ինքը հարստացում էր ընդամենը 20% ուրանի հարստացման մասին է խոսքը, այժմ մասնագետները պնդում են, որ նրանք արդեն հասել են 60%-ի շեմին, այսինքն կարողանում են մինչև իհարկե կարողացել են, այսինքն ինչ շահեց Միացյալ Նահանգները դուրս գալով համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, այսինքն տվեցին Իրանին հնարավորություն եւ ժամանակ եւ նա այն 20%-ի տեղը հիմա ունի 60% հարստացնելու հնարավորություն, այսինքն այդ գիտելիքները ունեն եւ հիմա գալիս են բանակցելու նույն կետերի շուրջ, ինչ որ 2015 թվականին նրանք հասել էին։ Միացյալ Նահանգների կողմից ի սկզբանե նաեւ նպատակ կար Իրանի ղեկավարության փոփոխության։ Դա տեղի ունեցավ թե չէ։ Նպատակների իրագործման տեսանկյունից տեղի ունեցավ թե ոչ։ Իրականում ես կարծում եմ հենց ամենամեծ սխալ հաշվարկը հենց այստեղ էր։ Նաթանյահուն շատ էր պնդել, որ Միացյալ Նահանգներին համոզել էր Թրամփին, որ առաջին իսկ ռազմական գործողությունների դեպքում, քանի որ մինչ այդ տեղի են ունեցել սոցիալական ցույցեր, Նաթանյահուն համոզել էր Թրամփին, որ առաջին իսկ գործողությունների պարագայում ժողովուրդը դուրս է գալու ընդդեմ իշխանության եւ իշխանությանը տապալելու, որը չեղավ։ Հաջորդ փուլով նրանք սկսեցին, հիշում ենք, ղեկավար կազմի եւ զինվորական կազմին սպանել, ոչնչացնել, որը իրենց համար հույս էր նշնչում, որ դրանից հետո տեղի կունենա քաոսային իրավիճակ Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ կրկին Իրանը կգնա ավելի մեծ զիջումների։ Դա էլ տեղի չունեցավ, այսինքն Իրանի պետական համակարգը այնպես է կազմված, որ ինչքան էլ որ նրա առանցքային դեմքերին ոչնչացնում են, հաջորդները գալիս են եւ կրկին այդ մեխանիզմը սկսում է աշխատել։ Այլ հարց է, լավ է աշխատում, վատ է աշխատում, բայց այդ համակարգը աշխատում է, այսինքն չփլուզվեց
պարզվեց, ինչպես որ մենք տեսանք, տեղի ունեցավ Մոդուրոյի դեպքերի ժամանակ, երբ որ Լատինական Ամերիկայում նրանք գողացան եւ փաստացի Միացյալ Նահանգները կարողացավ այնպիսի իրավիճակ ստեղծել Վենեսուելայում, որ կարողացան թելադրող դեր ունենալ, բայց Իրանի դեպքում դա տեղի չունեցավ, սպանելով հոգեվոր առաջնորդին, շատ արագ կարողացան կազմակերպվել եւ ուրեմն մեխանիզմը կարողացան աշխատեցնել Իրանում։ Առաջիկայում սպասվելիք կնքվող շրջանակային համաձայնագիրը, հետագայում նաև եթե ստեղծվի հնարավորությունը խաղաղության պայմանագրի ստորագրումը կանդրադառնա Մերձավոր Արևելքի լարվածության վրա։ Ընդհանրապես պետք է արձանագրենք, որ եթե նման բան լինի, Միացյալ Նահանգները եւ Իրանը կարողանան գան որոշակի համաձայնության, դա բավական լավ անդրադարձ կունենա ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կովկասում, ես կարծում եմ, որովհետեւ այս լարումը բացարձակապես որևէ մեկի շահերից չի բխում, եթե բացառությամբ Իսրայելի, որովհետեւ Իսրայելը գտնում է, որ տարածաշրջանում իր ազգային անվտանգությանը վնասում է կամ սպառնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Սա է գլխավոր խնդիրը, իսկ մնացած երկրները բավական տուժեցին օրինակ այս պատերազմի ժամանակ լինելով ընդհանրապես Միացյալ Նահանգների ռազմական գործընկերները եւ ռազմական բազաներ, քանի որ ունեին իրենց երկրներում, նրանք եւս տուժեցին այս ամեն ինչից։ Այսինքն ձեր հարցի պատասխանը այն է, որ այո, նրանք էլ են շահագրգռված, որ կնքվի այս համագործակցության ուրեմն ինչ որ հուշագիր կամ հանդարտեցվեն կամ հարաբերությունները կարգավորվեն եւ տարածաշրջանը կարողանա նոր թափով զարգացում ապահովել։ Տիկին Իսկանդարյան, եթե այդուամենայնիվ կնքվի այդ համաձայնությունը կամ խաղաղության պայմանագիրը, Իսրայելի անվտանգության հետ կապված որևէ երաշխիքներ տրվում են։ Միացյալ Նահանգները պետք է կարողանա այս երաշխիքները տալ, բայց Իսրայելը չի հավատում, որ Միացյալ Նահանգները ամբողջությամբ կարող է իր անվտանգությունը ապահովել, իսկ իրենք էլ հայտարարում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից բազմիցս հնչել են կոչեր, որ Իսրայելը պետք է ոչնչանա ուրեմն աշխարհի երեսից եւ սա իրենց ազգային անվտանգությանը սպառնալիք է, ուստի իրենք իրենց ուժերի ներածին չափով պետք է դիմադրեն։ Եվ վերջին հարցը Հարավային Կովկասում ամերիկյան ծրագրերի կատարման վրա, օրինակ Թրիփի պարագայում ոնց կանդրադառնա հնարավոր համաձայնագիրը կամ հաշտությունը կամ պայմանագիրը, որը հնարավոր է ստորագրել Իրականում ես արդեն նախորդ հարցի ժամանակ մի նախադասությամբ անդրադարձա, որ եթե կնքվի նման համագործակցություն, կարծում եմ դա կբխի թե Մերձավոր Արևելքի երկրների շահերից, թե Կովկասի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գոհար Իսկանդարյանն էր, կհանդիպենք։